Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքները Պոլիտիկայի մի եթերում։ Այսօր աշխատանքային օր է, ինչպես ամեն աշխատանքային օր մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Մինչ հրապարակումներին անցնելը առաջարկում ցանկության դեպքում միանալ Patreon-ով մեզ աջակցողների բաժանորդների բանակին, դեռ բանակ չի դարձել, բայց հուսամ կդառնա այդպես։ Բազմաթիվ քաղաքացիներ մեզ աջակցում են Patreon-ներով եւ դա հնարավորություն է տալիս մեր աշխատանքները ավելի լավացնել։ Patreon-ի լինքը կարող եք գտնել տեսանյութի տակ կամ տեսանյութի էկրանի ինձանից ձախ անկյունում։ Եվ այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն այսօր առավոտյան քննչական կոմիտեին հրավիրվել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Տեր Ասողիկ Աբեղա Կարապետյանին։ Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն հարցաքննությունը կապված է Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ։ Ըստ մամուլի 2018 թվականին հայտնի է դարձել, որ Սուրբ Գեղարդի մի կտոր վաճառվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին։ Այս տեղեկություններին ի պատասխան Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Տեր Ասողիկ Աբեղա Կարապետյանը հրապարակային հայտարարություն էր տարածել. այս սուրբ օրերին, երբ ողջ անձով պետք է վերապրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի մեծ ու սքանչելի խորհուրդը, ի հայտ են եկել հերձվածող եւ սրբապիղծ անձեր, որոնք սերմանում են գայթակղություն եւ մոլորություն ամենայն սուտ ու կեղծիք տարածելով։ Հիմա էլ հերթը հասել է հայոց եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդին, իբր այն վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան։ Որոշ է, թե որոնց չար ու խավար մտքի գործից այս հերթական այլանդակությունը, դատապարտելի է արարքը, ամբարիշտ ու ամբաստան, կանոնազանց, ավելին, բարոյազուրկ մի եկեղեցականների եւ իրենց արբանյակ կարգալույց ուղեկորույսների գործ է սա։ Սա հերթական ճնշումն է եկեղեցու վրա։ Իշխանությունները, ինչպես երեք, եթե հիշում եք, մենք խոսում ենք այս թեմայի մասին, ասացի, որ պետք է սպասել անակնկալների, սա էլ կարծեք թե կարելի համարել այդ ճակերտավոր անակնկալներից մեկը։ Իշխանությունները հասկանալով, որ շատ արագ հարցը չեն կարողանում լուծել, փորձելու են այսպես անընդհատ անհարմարություններ պատճառել եկեղեցու հայրերին, եկեղեցուն, բայց պետք է հասկանալ, որ սա է իրողությունը, սրա հետ չպետք է հաշտվել, պետք է շարունակել աշխատել, իշխանությունները շարունակելու են այս քրեական գործերով, հետապնդումներով մարդկանց իրենց թիրախում պահել։ Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտնեց, որ այլևս չի տեղեկացնելու, թե որ եկեղեցում է մասնակցելու պատարագի, ասաց, որ առաջիկա եւ հետագա բոլոր կիրակիներին կմասնակցի սուրբ եւ անմահ պատարագի, բացառությամբ այն դեպքերի, երբ կլինի աշխատանքային կամ այլ անհաղթահարելի պատճառ, եւ կոչ արեց չսպասել, որ իր հետ լինեն պատարագի, ինքնուրույն գնալ ու հարամել պատարագները, թույլ չտալ, որ կաթողիկոսի անունը հնչեցնեն։ Սրան հետևեցին մի շարք այսպես ակցիաներ, բայց դրանք ըստ էության տապալված ակցիաներ էին, մեկի մասնակիցը Վարդգես Գասպարին էր, եւ երկրորդը այս հայտարարությունից անմիջապես հետո, 1 թե 2 օր հետո Փաշինյանը հայտարարեց, որ Մասիսի եկեղեցում է մասնակցելու պատարագին, այսինքն Փաշինյանը շարունակում է ստել, եւ այս փոքր դրվագն էլ ցույց է տալիս, որ ինքը այսպես ոտքի վրա է որոշում ինչ անել։ Այ գլխավոր պլանը կա, որ թիրախում եկեղեցին է, բայց ընթացքը ոտքի վրա է որոշում, հա, եթե հայտարարում է, որ ինքը այլևս չի ասելու, որ եկեղեցու պատարագի մասնակցելու, դա դեռ չի նշանակում, որ չի ասելու, ինչը ապացուցվեց, մարդը 1 կամ 2 օր հետո հայտարարեց, որ Մասիսի թեմում է մասնակցելու պատարագի, հետո այդ պատարագին մասնակցելու համար մարդկանց պետական աշխատակիցների, աշխատողների ստիպողաբար կամ գուցե ակնարկներով, հա, ստիպողաբար չասեմ, որտեղ վկա չեմ եղել, հետո հրավիրելու են, ասեն դե ասա ով է ստիպել։ Բայց ակնհայտ է, որ մարդը, որ օրինակ հիվանդանոցից վիրահատությունից հետո եկել, բերվել էր կամ հրավիրվել էր այսպես կոչված պատարագի, այդ քաղաքական ժողովի Նիկոլ Փաշինյանի գլխավորած, իր ցանկությամբ դժվար թե ուզենար այդ եղանակին հիվանդանոցից վիրահատությունից հետո գար ու մասնակցել այդ քաղաքական ժողովին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Դիլիջանի համայնքապետը, ով հայտնի էր իր կենսագրությունում սեփական սեռն իբրև արու, ոչ թե արական գրելով,
Համայնքի բյուջեում ավականու որոշման փոփոխություն է արել, որ ամանորյա պարգևավճարներ տա իրեն եւ աշխատակիցներին։ Օրաթերթը Դիլիջանի համայնքապետարանի կայքից տեղեկանում է, որ Դավիթ Սարգսյանը հաստատել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2025 թվականի տեղական բյուջեի վարչական մասում փոփոխություն կատարելու մասին որոշումը։ Համաձայն այս որոշման Դիլիջան համայնքի Դիլիջանի համայնքապետարան բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարների տնտեսագիտական հոդվածից 8 միլիոն ՀՀ դրամ տեղափոխվել է պարգևատրումներ, դրամական եւ խրախուսումներ եւ հատուկ վճարներ տնտեսագիտական հոդվածի տակ, որպեսզի կարողանա համայնքի բյուջեից ապահովել տոնական պարգևավճարը։ Մամուլը նաեւ արձանագրել էր, որ Դավիթ Սարգսյանը փաստորեն շարունակում է տգիտության մեջ մնալ, չնայած մասնակցել է կարծեմ Աննա Հակոբյանի կրթվել է նորաձև է այս շարժմանը, անգամ հասցվել է կրթվել, հասցրել են իրեն կրթել, բայց փաստորեն մարդը շարունակում է այդքան էլ կրթված մնալ, անկիրթ մնալ եւ ամանորյա բառը կլոր օյով էր գրել, սա եւս ֆիքսել էր հոդվածագիրը։ Հրապարակ թերթը գրում է. Արցախցիները տարակուսած են կաթողիկոս Գարեգին Բ-ի անհաղորդ պահվածքից։ Դեռևս անցած տարեվերջին դեկտեմբերի 15-ին ավելի քան 2 տասնյակ հասարակական կազմակերպություններ նամակ են ուղարկել վեհապարին, խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը։ Վրթանես եպիսկոպոս Աբրամյանը 10 տիրադավ եպիսկոպոսներից մեկն է, որն աջակցում է Փաշինյանի եկեղեցաքանձ ծրագրին։ Խիստ մտահոգիչ եւ անհասկանալի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է Վրթանես եպիսկոպոս Աբրամյանը խախտելով մեր սուրբ եկեղեցու օրենքները փաստացի ըմբոստացել ազգընտիր եւ օծյալ ամենայն հայոց հայրապետի դեմ, որը մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահելու պահում Արցախ աշխարհի եւ Արցախահայության խնդիրները, հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն նախաձեռնություններով, այդ թվում միջազգային բարձր հարթակներում։ Մեզ համար անընդունելի է նաև այն, որ Վրթանես եպիսկոպոս Աբրամյանը, որ կոչված է պաշտպանելու իրեն հանձնված սրբություններն ու հավատավոր ժողովրդին, այդ կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում, գրել էին նրանք նամակում։ Մոտ 1 ամիս է անցել վեհապարին ուղված խնդրանքից, սակայն նա մատը մատին չի խփում։ Մենք գրել ենք, որ Արցախի թեմում եպիսկոպոսի կոչումով այլ հոգևորական չկա, որով կարող է վեհապարը փոխարինել տիրադավին, սակայն կարող է տեղապահ նշանակել կամ էլ ծնունդով ոչ արցախցի։ Իհարկե կարծում այս իմաստով պետք է սպասել եկեղեցու որոշմանը։ Այո, շատ լավ է, որ Արցախի մեր հայրենակիցներ իրենց դիրքորոշումն արտահայտել են բաց նամակով, հայտարարությունով հրապարակային, բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ իրավիճակի ամբողջ պատկերը տեսանելի է եկեղեցու ղեկավարների դիրքից եւ իրենք ավելի վստահ ավելի լավ են տեսնում, թե ինչ պետք է անել, ինչ պետք է չանել, այդ թվում նաեւ Արցախի թեմի տիրադավ առաջնորդի վերաբերյալ։ Հրապարակ թերթը գրում է. Պատմության նախին դասատու այժմ զորավար ներկայացող Սուրեն Պապիկյանը երեկվա իր ասուլիսում հերթական անգամ փայլել է իր համեստությամբ, ճանապարհ անցած եւ վաստակ ունեցող զինվորականներից մեկի ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի մասին խոսելիս։ Պապիկյանը անդրադառնալով Հակոբյանի նախկին հայտարարություններից մեկին կոպտել է նախկին զինվորականին։ Մովսես Հակոբյանը գուցե ամոթ ու պատիվ ունենա ու լռի, հորդորում եմ լռել ու ծպտուն չանել, ասել է Պապիկյանը։ Պոռոտախոսության եւ անտակտության հարցում անգերազանցելի իշխանավորները հաշվի չեն առնում անգամ տարական մարդկային փոխհարաբերությունները, ասենք այն փաստը, որ Մոսի 2 զարմիկներն իրենց յուրայիններն են եւ Մոսին էլ իդեպ բավականին զուսպ է խոսում եւ տևական ժամանակ է անգամ շատ չի քննադատում իրենց։ Իհարկե տակտի եւ մնացածի առումով շատ բան չի կարելի սպասել ԿՊԱ-ականներից։ Սուրեն Պապիկյանն էլ համարում է երևի թե որ ինքը արդեն ֆանտաստիկ զորահրամանատար է, Հայաստանի պարտության զորահրամանատարներից մեկը եւ կարող է իրեն թույլ տալ նման դրսևորումներ, իհարկե դա խորտ չէ ԿՊԱ-ականներին, լավ է հայանք չի հնչեցրել, կարող էր չէ Փաշինյանի նման, ասենք շինելուց, դոմփելուց, բամփելուց, sense բաներից խոսել, դեռ Սուրեն Պապիկյանը դրան չի հասել։ Հրապարակ թերթը գրում է. մեր տեղեկություններով առաջիկայում Շվեյցարիայի թեմի հոգևոր առաջնորդ է նշանակվելու Գեղարքունիքի թեմի ներկայիս առաջնորդ Գերաշնորհ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը։
Վեհապարի այս որոշումը նախապես իմանալով էր, որ առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը օրեր առաջ հայտարարեց, որ միանում է Նիկոլ Փաշինյանի եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հեռացումը պահանջող 10 arczepiskoposների ու եպիսկոպոսների հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման մասին հայտարարությանը։ Հայտնի է, որ Շվեյցարիայի հոգևոր թեմը տևական ժամանակ է զրկված է առաջնորդից, թեմը ղեկավարում էր տեղապահը։ Տեր Գուսան ծայրագույն պատրիարք Ալճանյանը նա ախորժակ է ունեցել թեմի առաջնորդ դառնալ, անգամ սակարկել է վեհապարը, շանտաժ արել, որ եթե իրեն չնշանակի, ապա կմիանա Փաշինյանին, սակայն վեհապարը շանտաժին չի տրվել։ Ալճանյանը սակարկել է այլ եվրոպական թեմի առաջնորդի համար, սակայն դա էլ գլուխ չի եկել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Արմլուրեհեմին հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրփուհի Գևորգյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրփուհի Գևորգյանը եւ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Ըստ պաշտոնական պարզաբանման, վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու մեջ։ Թերական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Իրավունք թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուխտերթին մասնակցած Արցախի հերոսի կոչում ունեցող գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին, որ ինչպես պարզվում է այժմ ՀՀՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարն է, այսպես ասած վերբովկա արել ոչ ավել ոչ պակաս Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը։ Ավելին, ըստ շրջանառվող լուրերի, գեներալը իր բիզնեսներով լավ էլ հովանավորել է Սրբազանին բարեկեցության համար։ Արցախցիների խոսքերով Շաքարյանը 2020 թվականից եղել է Մարտակերտի դիվիզիոնի հրամանատարը, մտերիմ հարաբերություններ է ունեցել նախկին ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի, Արայիկ Հարությունյանի եւ Վիտալի Բալասանյանի հետ։ Այսօր այսքանն էինք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48